Մոտ 9 միլիարդ մանատ, իսկ դոլարային արտահայտությամբ ավելի քան 5 միլիարդ դոլար։ Հենց այսքան է 2026 թվականի բյուջեի նախագծով Ադրբեջանը պատրաստվում տրամադրել պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերի համար։ Այս գումարը 3.8%-ով ավելին է, քան 2025 թվականին տրամադրված բյուջեն, իսկ որպեսզի թվային պատկերն ամբողջական լինի, Հայաստանի ամբողջ պետական բյուջեն միայն 2025-ին մոտ 7 միլիարդ դոլար է ներկայիս փոխարժեքով, բայց սա հարցի մյուս կողմն է։ Ինչու է Ադրբեջանը մեծացնում իր ռազմական ծախսերը, եթե լուծել է հիմնական հակառակորդ հանդիսացող Հայաստանի հետ բոլոր խնդիրները, ավելին գնում է խաղաղության։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի զինում են եւ զինում է շատ ակտիվ կերպով նաեւ իսրայելական կողմը։ Եվ նաեւ Իրանի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են նաեւ այս օրերին, որ հնարավոր է եւս մեկ բախում լինի Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Ակնհայտ է, որ եթե բախում լինի, այս անգամ հնարավոր է, որ փորձեն, որ բախման մեջ մասնակցի նաեւ Ադրբեջանը։ Իրականում իրավիճակը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը 2026-ին չի նախատեսում ավելացնել ռազմական բյուջեն, տնտեսական ու սոցիալական կարիքներն առաջնահերթ դիտարկելով։ Հաջորդ օրը օգոստոսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը եւ պետք է լինի պատրաստ ցանկացած պատերազմի համար։ Ռազմական միջամտություն ցուցաբերելու համար առաջի հերթին կօգտագործվի Սյունիքը եւ Նախիջևանից հնարավոր է առանց մեզ հարցնելու թուրքական տեխնիկա եւ զորամիավորներ տեղափոխվեն Ադրբեջանի տարածք։ Ավելի ուշ մի քանի շաբաթ անց Փաշինյանի դիտարկումները հասան հայկական բանակին։ Նրա խոսքով առանց գաղափարախոսության բանակը կարող է քաոսի վերածել երկիրը եւ ինքն իրեն։ Դրանից զատ Փաշինյանն օրեր առաջ արած իր հայտարարություններում կարմիրով ընդգծեց, թե ավելի քան 30 տարի անվտանգություն էլ չենք ունեցել, քանի որ եթե երկրի անվտանգության ապահովման թիմի մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն։ Ինքը լիարժեք չի հասկանում ինչ է բանակը, լիարժեք միջոցառումներ չի իրականացրել, որպեսզի բանակը վերականգնի, եւ նաեւ վախենում է դժվար իրավիճակներից, լարված իրավիճակներից, պատերազմական գործողություններից, որովհետեւ դա կլինի նրա վերջը։ Հիմա ամեն ինչ անում է ինքը, որպեսզի ամեն ինչ հանձնելով այնպես անի, որ պատերազմ չլինի։ Հետևաբար Ադրբեջանն օրինակ այս դեպքում անտեղի պատրաստություն է տեսնում։ Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր բոլոր հարևանները զինվում են։ Եվ անհնար է պատկերացրել, որ Իրանը ասի մեր անվտանգության երաշխիքը մեր բանակը չի, կամ նման բան ասի Թուրքիան, կամ նման բան ասի Ադրբեջանը, կամ նման բան ասի Ռուսաստանը։ Ես ընդհանրապես նշեցի մեր ամենամոտիկ հարևաններին։ Ոլորտի մասնագետներն ընդգծում են, անկախ Հայաստանի հետ հարաբերությունների իբրև խաղաղ լինելուց Ադրբեջանի ռազմական բյուջեի շարունակական աճը եւ պատրաստությունը ցանկացած պատերազմի համար ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում լարվածությունը շարունակում է մնալ բարձր եւ տարածաշրջանի անվտանգությունը գտնվում է մշտական ռիսկի տակ։ Եվ վերջում, օրինակ Շվեյցարիան համարվում է աշխարհում ամենախաղաղ երկիրը, բայց նրանք ունեն առնվազն Եվրոպայի մակարդակով ռազմամթերքի ամենահարուստ պաշարները, գոնե պաշտպանական նպատակներով։ Նանե Հրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։